Բարև ձեզ բարեկամներ, Կիրակնորյա Փակ TV-ն եթերում է եւ իհարկե ես հաճույքով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Դե մենք արդեն լավ ավանդույթ ենք դարձրել ամեն Կիրակի ձեզ ներկայացնել մի որևիցե երգի, այսպես երախտավորի հայկական երգը ներկայացնողի։ Այսօր էլ ավանդույթը չենք խախտել, քիչ հետո դուք հնարավորություն կունենաք հանդիպելու մեր տեսադարանում տեղ գտած մի հետաքրքիր հաղորդման հերոսու երկու հետ, ով իսկապես շատ հետաքրքիր ու գեղեցիկ ճանապարհ է անցել։ Թե ով է այդ երկուին դուք կիմանաք դիտելով այդ հաղորդման նախասկիզբը, ինչպես ասում են, բայց ուզում եմ հիշեցնել, որ Կիրակի երեկոյան ձեզ սպասում է նաև երկրորդ հանդիպումը, դա արդեն ժամը 17-ին, իսկ առավոտյան հատվածում եկեք վայելեք այն երկչուհուն, ում մասին ես ասացի, շատ հետաքրքիր եւ ինքնատիպ ստեղծագործող է, դիտեք եւ չնայած տեսարակությունը 10 տարուց ավելի պատմություն ունի, բայց այսօրվա համար էլ շատ արդիական է, խնդրեմ, դիտեք։ Լինել թե չլինել հեղինակային ծրագրում, այսօր էլ մենք բավականին մի հետաքրքիր ու ինքնատիպ հյուր ունենք։ Պետք է ասեմ, որ այսօր նրա հետ փորձելու ենք շատ անկեղծ զրույց ծավալել մեր տաղավարում եւ կարծում եմ ձեզանից շատերը մեծ բավականություն կստանան հանդիպելով այդ շատ ինքնատիպ ու անչափ հմայիչ անձնավորության հետ։ Դիտենք նրա մասին պատմող տեսանյութը։ Հայ օպերային երգչուհի սոպրանո Կարինե Բաբաջանյանը ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի Էրա Սարաջյանի ղեկավարած դաշնամուրային բաժնում։ Այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնի Տիգրան Հեքեքյանի դասարանում։ Հետո վոկալ բաժնի Տաթևիկ Սազանդարյանի ղեկավարած դասարանում։ Հետագայում վարպետության դասընթացներով երգեցողության իր արվեստը հղկել է Հռոմում հռչակավոր իտալացի օպերային երգչուհի Միրելա Պարուտոյի մոտ։ 1988 թվականից որպես մեներգչուհի երգել է Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքեջյանի ղեկավարած Հայաստանի պետական կապելայում։ 1997-ից 1999 թվականներին դարձյալ որպես մեներգչուհի աշխատել է Երևանի օպերային թատրոնում, զուգահեռ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում համագործակցելով նաև մայստրո Լորիս Ճգնավորյանի հետ։ Աշխատել է Շտուտգարտի պետական օպերային թատրոնում։ Նա բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր է։ 1997 թվականին արժանացել է ավստրո-գերմանական երգեցողության մրցույթի հատուկ մրցանակի։ 2001-2003 թվականներին Գերմանիայում ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ երգչուհի։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է Կոմիտասի անվան հուշամեդալով։ 1999 թվականից ապրում և ստեղծագործում է Գերմանիայում։ Ամուսնացած է, ունի 1 դուստր։ Սիրելի բարեկամներ, հասկացաք, որ այսօր իրոք շատ հետաքրքիր հյուր ունենք, հմայիչ մի անձնավորություն, որին ուզում եմ հաճույքով նորից ձեզ ներկայացնել, օպերային երգչուհի սոպրանո Կարինե Բաբաջանյանն է մեր հյուրը։ Բարի գալուստ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Հրավերքի համար։ Լավ եք զգում։ Շատ լավ եմ։ Ես ուզում եմ, որ մեր տաղավարում շատ ազատ լինեք։ Այո, ազատ եմ։ Բեմի վրա միշտ եմ ազատ, բայց այստեղ ընկճված եմ իհարկե մի քիչ, բայց կաշխատեմ։ Չէ, դա կանցնի, դա կանցնի։ Ձեր շարմով անցկացնենք այս ծրագիրը։ Լավ, ուրեմն ես պիտի ասեմ, որ ամեն անգամ, երբ վերադառնում ես Հայաստան, հասկանում ես, որ կարոտի զգացմունք, չէ, զգացողի հետ շատ քաղցր հարազատ մի բան է, որտեղ կարոտում ես հարազատներից եւ ամեն անգամ վերադառնալով անմիջապես զգում ես, որ շրջապատված ես շատ մտերիմ հարազատ մարդկանցով եւ այդ կարոտը գնալով այնքան է խորանում, որ բաժանվելը նրանցից հետո դառնում է անչափ դժվար։ Ես գիտեմ, որ եկել ես նախ եւ առաջ տեսնելու, կարոտը դառնելու հարազատներից, ծնողներից հատկապես, բարեկամներից, ընկերներից, բայց նույնիսկ անծանոթները այնքան ջերմոտ են Հայաստանում շրջապատում ցանկացած յուրի, որ հետո մարդկանց բաժանվելը դժվար է լինում։
Այս առումով դու բացառություն չես։ Այդպես է։ Այո, իհարկե, այս ծանոթությունները եւ ինձ շատ լիցքավորում են այս այցերը Հայաստանում, ինձ շատ են լիցքավորում եւ ճիշտ ասած ես կասեի, միջև այսօր իմ զգացմունքը դեպի Հայաստան ոչ թե ես վերադառնում եմ, այլ ես ուղղակի ժամանակավոր բացակայում եմ, ճիշտ ասած, դա իմ զգացմունքն է։ Եվ ճիշտ է, առաջին անգամ զգացի, որ ես սփյուռք եմ, որը որ միջ այսօր չեմ իրոք ներքին այդ զգացմունքը չունեմ, ես ինձ զգում եմ հայ, Երևանի քաղաքացի, ես այդ բանը զգացի, երբ որ ստացա հայ Կոմիտասի շքանշանը Սփյուռքի նախարարությունից։ Այդ օրը ես զգացի, որ ես սփյուռք եմ։ Բայց դու Երևանի սիրուն աղջիկ ես։ Բայց այո, շնորհակալ եմ։ Գիտես, ամեն անգամ երբ գալիս ես, սովորաբար քեզ հետ է նաև քո չնաշխարհիկ դուստրը, որի հետ գալով Հայաստան առաջին հերթին ուր եք գնում։ Առաջին հերթին գնում ենք մեր տուն, որտեղ իմ ծնողներն են, այո, տունը դա կարևոր օջախ։ Այս անգամ էլ են Այս չէ, ցավոք սրտին այս անգամ առաջին ամառն է, որ նա այստեղ չի, ինձ հետ չի, բայց քանի որ այս տարի ավարտեց Վիեննայի համալսարանը եւ անմիջապես ընդունեցին իրեն Վիեննայի օպերան։ Այս շաբաթվանից ինքը աշխատում է Վիեննայի օպերայում։ Շատ հպարտ եմ իրեն համար։ Այո, մենք նույնպես պատկերացուական մեծ դուստր ունես, չնայած ես ասացի դու մնացել ես նույն Երևանի սիրուն աղջիկը։ Այո, աշխատում եմ ես, այդպես է։ Քանի որ օպերային երգչուհի եմ, կոնկուրենցիան շատ մեծ է եւ տենդենցիան այնպես է օպերայում, որ պետք է միշտ հիմա երգեցողությունը իհարկե միշտ կարևորում են, բայց շատ կարևոր է արտաքինը եւ լինել երիտասարդ, լինել շատ ձգված, փաստորեն մոդելներ են ընտրում այսօր տենդենցիան դա է օպերայում։ Դե, փաստորեն դու այսօր համապատասխանում ես բոլոր չափանիշներին։ Կարինե, ես պիտի ասեմ, որ դասական երգարվեստում հայկական օպերային դպրոցը միշտ արժանիորեն է ամենուր ներկայանում եւ դա մեզ ուրախացնում է, մեծ տվով տաղանդավոր շնորհալի երգիչներ ունենք։ Ինչու է բացատրում հայկական օպերային արվեստի մեր երգիչների այդ ֆենոմենը, որ նրանք ամենուր հաջողվում են։ Նախ ավանդույթները, ճիշտ եք ասում, մեր ավանդույթները շատ կարևոր են։ Ունեցել ենք եւ պետք է սերունդից սերունդ դա անցնի երիտասարդ երգիչների, երաժիշտների, շատ կարևոր է, բայց մենք ունենք մի առանձնահատկություն, որը մեզ հայ երգիչը դա բնությունից տրված մեր երանգներն են, երանգները ձայնի գույնը, որը որ յուրահատուկ է մեր հայ երգիչների։ Բարձր է շատ հետաքրքիր բան ասել, անկեղծ ասած չի էլ Իրոք, մտածել։ այո, նկատում են նույնիսկ դրսում Եվրոպայում այդ ձայնի որակը, ձայնի գույնը։ Ես պիտի մեր հերոստատողներին ասեմ, որ դու հրաշալի ուսուցիչներ ես ունեցել։ Այո։ Այնպիսի մեծություններ, որոնցից յուրաքանչյուրի մոտ սովորելը պատիվ է վերում ցանկացած երգչի։ Տաթևիկ Սազանդարյան, Հովանես Չեքիջյան, Տիգրան Լևոնյան, Լորիս Ճգնավորյան, սրանք անհատականություններ են, որոնց հետ շփվելով դու ձևավորվել ես որպես բավականին ինքնատիպ, բավականին այսպես հասուն օպերային երգչուհի եւ հիմա հասկանում եմ նաեւ քո հաջողությունների գաղտնիքը որտեղից է գալիս։ Հիշում եք այս վառ անհատականություն։ Իհարկե, այդ մթնոլորտը, այդ ժամանակ որ ստեղծվում է երիտասարդ երաժիշտը, երգիչը, շատ կարևոր է մթնոլորտը մեծերը, որի հետ կարող ես նույնիսկ շփվել, կարող ես իրենցից սովորել, ոգեշնչվել, դա շատ կարևոր է մեզ համար եւ ես իհարկե Տաթևիկ Սազանդարյանը մեծագույն երգչուհի է, մեծագույն վառ անձնավորություն էր, որի հետ ամեն վարկյանը ինձ համար շատ թանկարժեք է։ Եվ այսօր հիշելով մեր դասերը, ես իրոք հիշում եմ այդ ամեն ժամը, ամեն դասը, որ դա ինձ համար նվեր էր։
այսօր որ ետ եմ նայում, որտեվ շատ բան եմ իրենից։ Ճակատագրի պարգև։ Այո, ճակատագրի պարգև։ Շատ ճիշտ։ Ես շատ ուրախ եմ քեզ համար, լավ է որ հիշում ես քո այդ մեծ անհատականություններին, այդ հրաշալի ուսուցիչներին, որոնք կերտել են մեր օպերային երկարվեստի պատմությունը։ Այո, մայստրո Չեքիջյանը վառ երաժիշտ, շատ տաղանդավոր երաժիշտ է, գիտենք բոլորս մայստրո Չեքիջյանը սովորացրեց իրեն մոտ երգելուց, մենք շատ բան ենք սովորում, ճաշակը երաժշտական, բեմի պահվածքը, նա միգուցե միակն է, որ այդպես կարող է բեմով ղեկավարել եւ բեմը իրեն համար շքեղություն է, նա կարող է կառավարել բեմը եւ ոչ միայն բեմը, նաեւ հանդիսատեսին։ Իրոք շատ ունակություն է։ Մայստրոն դա մի ուրիշ հարթություն է։ Այո։ Զրուցում ենք օպերային երգչուհի Կարինե Բաբաջանյանի հետ եւ ոնց որ երևում է շատ երկար խոսեցինք, ժամանակն է լսենք նաեւ մեր շատ սիրելի երգչուհին, որպեսզի այն հերոստատողները, որոնք բախտ չեն ունեցել Կարինե Բաբաջանյանին տեսնել բեմահարտակում, հիմա թող մի փոքր ծանոթանան, դիտում ենք 2009 թվականին Արամ Խաչատրյան համերգասրահում տեսագրված մի նյութ, որից հետո վերադառնանք տաղավար ու շարունակենք։ Շատ լավ։ Խնդրեմ։ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք ծրագիրը, հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրը Երևանի սիրուն աղջիկն է, օպերային երգչուհի Կարինե Բաբաջանյանը։ Դիտեցինք 2009 թվականին տեսագրված մի նյութ, հիշեցիր։ Շատ գեղեցիկ համերգ էր, տոն էր իրոք մեզ բոլորի համար, իհարկե հիշում եմ, իհարկե։ Փաստորեն ոչ միայն երգում եմ, նաև պարում եմ։ Նույնիսկ պարում ես, պարզվում է։ Իսկ ով էր զուգընկերդ։ Կներեք, զուգընկերս շատ հայտնի Ջուզեպե Ջակոմինին է, որի հետ ձայնասկավառակ ունեմ եւ շատ ինձ համար սա մի գանձ է, որը որ ուզում եմ անպայման դուք էլ ունենաք, հյերեքը, քանի որ դուք շատ եք կլասիկ երաժշտության հետ ես միշտ դիտում եմ եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի հաղորդում կա եւ շատ մեծ հաճույքով, մեծ սիրով ուզում եմ ձեզ այս Շնորհակալություն։ Դե սկսվեց նոր եթերաշրջանի առաջին կաշառքը, կարելի է ասել։ Այո, թող կաշառքները միայն այսպիսին լինեն։ Իդեպ ես չեմ էլ առարկի, եթե այդ կաշառքները նաեւ կանաչ գույնի լինեն, դա կապ չունի։ Շատ լավ։ Ես ճիշտ ասած, հա, Եվրոպայում եմ կանաչ գույնը մեզ համար ոչինչ չի նշանակում։ Դες մոտ եվրոն է, դե եվրո էլ կարելի է, բայց լավ է, թողնենք մի կողմ անցնենք բուն թեմային։ 1997 թվականից աշխատել եք մեր ազգային օպերային թատրոնում որպես մեներկչուհի եւ ահա բոլորի համար շատ անսպասելի Կարինե Բաբաջանյանը որոշում է կայացնում տեղափոխվել Եվրոպա, Գերմանիայում գնալ աշխատելու, ինչը դարձավ
առիթ, որ այդպիսի համարձակ քայլի գնացիք, չէ՞ որ դուք արդեն օպերային թատրոնի մեներչուհի եք։ Այո, սա գիտեք ինչ, փաստորեն մասնակցեցի ուղակի մրցույթի, միջազգային մրցույթ Համբուրգում, եւ շատ հաջողակ ելույթներից հետո փաստորեն այդպես է ստացվում, ստացա միանգամից հրավերք Կոբլենց քաղաքում, Գերմանիայի քաղաքներից մեկում, իբրև մեներչուհի, եւ այդպես աշխատանքի բնույթով ես տեղափոխվեցի Գերմանիա, քանի որ իրոք երազում էի բեմ բարձրանալ, դերեր երգել եւ կատարվեց իմ երազանքը, այդպես եւ այդպիսի համարձակ քայլի գնացի։ Ահա, չեմ կարող հիշել, որ բարդություններ են եղել, դժվարություններ, որտեղ այնքան մեծ սիրով եմ այդ արել եւ անում։ Փաստորեն թատրոնը, բեմը, օպերան ինձ համար կյանք էր, սեր էր, դրա համար դժվարություններն էլ ընդհանրապես չէի նկատում։ Դե ես հասկացա, թե ինչու 18 տարի առաջ Կարինե Բաբաջանյանը տեղափոխվեց Գերմանիա այնտեղ աշխատելու, առիթը եղավ մրցույթը, ինչպես ինքներդ ասեցիք, Համբուրգի մրցույթը միջազգային, նման մրցույթների, փառատոների շատ եք մասնակցել։ Ինչ են տալիս այդ մրցույթները, փառատոնները ձեզ, երգիչներից, եւ դրանցից ո՞րն է առավել իշարժանը ձեզ համար։ Այո, մրցույթները շատ կարևոր են երիտասարդ երաժիշտների համար, բոլորի, դա կլինի երգիչ, ջութակահար, ինստրումենտալիստ, շատ կարևոր են, քանի որ ստեղծվում են նոր կապեր, անպայման պետք է իհարկե երրորդ փուլ անցնել։ Եթե դու առաջի երկրորդում ես, դա ոչ մի նշանակություն ցավոք չի տալիս, եւ այդտեղ քեզ լսում են տարբեր մենեջերներ, օպերային թատրոնների տնօրեններ, եւ այդպես բացվում է մի ճանապարհ անպայման։ Այնպես որ շատ կարևոր է մասնակցել երիտասարդ երաժիշտներին այդ մրցույթներին։ Դե քեզ համար են փաստորեն ճակատագրական է այո, ճակատագրական էր Համբուրգը, իրոք։ Վատ չի։ Ես մեր հերոստատողներին ուզում եմ ասել, որ Կարինե Բաբաջանյանը հրավերքների պակաս չունի, նրան միշտ սպասում են եվրոպական տարբեր բեմահարթակներում եւ նա հաճույքով կատարում է մեներչուհի պարտականությունը։ Այդպես է։ Այդպես է։ Իսկ հայկական օպերային թատրոնից, մեր ազգային օպերային թատրոնից այսօր հրավերքներ կան, որ մեզ մոտ էլ հանդես գաք։ Ոչ, բայց ես մեծ սիրով կհամաձայնվեմ, եթե այդպեսինը լինի։ Իսկ ինչի՞ չկա։ Հարցնեմ ինձ։ Հա, իրանք միգուցե ժամանակ է պետք։ Դե հասկանալի է, Կարինե, որ ունես քո ամենասիրելի դերերքը, որը միշտ երազել ես կատարել, ո՞րն է այդ իդեպ։ Դա Madame Butterfly-ն է, առանց մտածելու կարող եմ ասել, որտեվ դա իմ ճակատագիրն է դարձել Madame Butterfly-ը, ամեն տարի տենց խաղաշրջան չկա, որ ես Madame Butterfly օպերան չերգեմ։ Եվ այս տարի նույնպես եկող խաղաշրջանում ունեմ իմ սիրած քաղաքում Շտուտգարտը, փաստորեն դարձել է իմ երաժշտական ընտանիքը, երաժշտական առումով իմ ընտանիքն է, որ վերադառնում եմ եւ երգում եմ իմ սիրված դերը Madame Butterfly-ը։ Պարզ է։ Իսկ հայկական օպերաների մեջ ունես մի այնպիսի դերերք, որը քեզ համար դեռ մնացել է երազանք, չի կատարած։ Այո, դա անուշն է։ Կրկնեմ իմ սիրելի ուսուցչու բառերը, Տաթևիկ Սազանդարյանը ինձ անձամբ մի օր ասեց. Կարինե, գիտես, մի բան եմ միայն, փաստորեն մի բան բաց թողեցի իմ կարիերայում, չերգեցի եւ շատ կուզեի, եթե իմ ձայնի հետ համապատասխան լիներ գրված, դա անուշն է։ Եվ այդ նույն բանը միգուցե ես կասեմ, շատ ճակատագրական է։ Մեր ձայնի համար չի ձայն։ Այսինքն անուշը մնաց քեզ համար երազանք։ Այո, այդ քնքուշ հայ աղջիկը, այդ գեղեցիկ մեղեդիները, ժողովրդական, ժողովրդից սիրված այդ գեղեցիկ օպերան կմնա որպես երազանք, բայց որպես ունկնդիր ես ինքս մեծ հաճույքով կլսեմ։ Գիտես Կարինե, անկեղծ ասած քո կացանկում շատ երգեր կան։ Այո։ Հայկական, որոնք ինձ դուր են գալիս եւ հատկապես նրանցից մեկը կռունկը։ Եվ եթե այսպես խնդրեմ, մեր եթերում համապատրաստի ակապելա, մի փոքրիկ հատված կռունկից։ Այդքան պատրաստ չեմ, քանի որ միշտ ասում եմ, եթե կռունկը
երգում են, դա բերում է երգչուհուն իրոք պրոֆեսիոնալիզմի, քանի որ այդ մեղեդին, այդ կոմիտասի գրված ինչ ասեմ, ոնց որ բելկանտո լինի, այդ լեգատոն, եթե երգչուհին երգում է, նա պատրաստ է երգել ամեն ինչ։ Այո։ Փորձիր, խնդրում եմ։ Փորձեմ։ Շնորհակալություն։ Մի կարճ հատված, պատրաստ չէի, կներեք։ Հրաշալի է, շնորհակալություն կեցես։ Հուզում է այս։ Դե, կռունկը, իրոք։ Գլուխ գործոց է, գլուխ գործոց։ Իդեպ, մեր կոմպոզիտորներին հայ Գերմանիայում ծանոթ են, գիտեն, որ կան մեծ անուն կոմպոզիտորներ, Կոմիտասին։ Իհարկե, առաջինը Արամ Խաչատրյանին գիտեն, իհարկե, ավելի լայն շրջանակներում, Կոմիտաս, Ավետ Տերտերյան, Արնո Բաբաջանյան, գիտեն, բայց ավելի մասնագիտական շրջանակներում գիտեն շատ բան մեր մասին, շատ անգամ այնքան բան գիտեն, ինչ որ ես նույնիսկ չգիտեմ։ Գերմանական իրոք հանդիսատեսը շատ կրթված հանդիսատես է։ Եվ ինչն է ինձ զարմացնել միշտ, ոչ երաժշտական գծով, երբ որ ասում եմ ես Հայաստանից եմ, Արմենիա, Երևան, միանգամից ասում էին, օ, ռադիո Երևան։ Փաստորեն իրենք գիտեն մեր հարց պատասխանը։ Այո, հայկական ռադիոն աշխարհահայ։ Եվ նույնիսկ վերջերս ներկայացումից հետո ես ստանում եմ նվեր գիրքը գերմաներեն, այդ գիրքը։ Այո, ռադիո Երևանը պատասխանում է, այո, հարցերին։ Հարցերին պատասխանում է ռադիո Երևան։ Ռադիո Երևանը, այո։ Ամեն անգամ գալով Հայաստան, զգում ես, որ հանդիսատեսը քեզ ճանաչում է, թե չկա այդպիսի բան։ Ժամանակն է նորից երգելու, որտեղ ես զգում եմ, որ չի կարելի բաց թողել այդ, իրոք անպայման պետք է պրեզենտ լինել, ոնց են ասում, մեր հանդիսատեսին իմաց տալ, որ ես կամ, քանի որ այնտեղ ճիշտ է շատ զբաղված եմ, փառք Աստծո, շատ հիանալի դերեր ունեմ երգելու, բայց հայրենիքը ինձ միշտ Տաթև Զազանդարյանն էր ասում, չմոռանաս հայրենիքը, գնա, բայց չմոռանաս հայրենիքը։ Եվ նա ճիշտ էր, եւ հիմա ժամանակն է, որ ես նորից մեր հայկական Հայաստանի բեմում որևէ մեկ բեմերում երգեմ եւ ծրագրեր ունեմ։ Դե մենք հիմա հրաշալի գեղարվեստական ղեկավար ունենք մեր ազգային օպերային թատրոնում եւ կարծում եմ նրա հետ կարող ես հանդիպել եւ կարգավորել այդ հարցը։ Իհարկե, մեծ սիրով։ Կոնստանտին Օրմելյան, այն մարդն, որը նույնպես մեծ հայրենասեր է։ Կարինե, դու փաստորեն դեռ 1997 թվականին արդեն բավական այսպես ճանաչված երգչուհի էր։ Ինչու եմ սա ասում։ Երբ Միացյալ Նահանգների մեր հայրենակիցների համար պատրաստում էի հարցազրույց մեր աշխարհահռչակ Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լևոնյանի հետ, իմ այն հարցին, թե հայկական օպերային արվեստում կան երիտասարդ շնորհալի երգիչներ, որոնք կարող են այդ հրաշալի ավանդույթները շարունակել, նրանք ասացին, իհարկե կան, եւ առաջիններից մեկը տվեցին Կարինե Բաբաջանյանի ազգանուն։ Ինչ եք ասում։ Ցավոք սրտի չեմ լսել այդ ծրագիրը։ Այո, ինձ համար անակնկալ է, մեծ անակնկալ։ Դու ինքդ երգել ես աշխարհահռչակ մեծաթիվ հանրահայտ երգիչների հետ, մասնակցել, ինչպես ասացի, մեծ թվով միջազգային մրցույթների։ Վերջերս էլ, եթե չեմ սխալվում, Վերոնայում Տոսկանայում, այո, մասնակցեցիր մրցույթի, Պուչինի փառատոնը, Պուչինի փառատոնը եւ Պուչինի
թորնուին Սիմոնետա, Պուչինին այնքան էր հմայվել ձեր երկով, որ ներկա էր համերգին, այնքան հաջորդը հրավիրում, այնպես կարծացի ինչ որ հրավիրել է իր առանձնատուն, հատուկ բավականին այսպես թանկարժեք գիրք նվիրել, մաղթել նորանոր։ Դա իմ համար այնպես մի իրադարձություն է իմ կյանքում, իրոք, քանի որ Պուչինին իմ սիրված կոմպոզիտորն է, իհարկե կա Վերդի, կա Պուչինի, բայց Պուչինին եւ ես երգում եմ շատ ավելին Պուչինի, իմ ձայնին ավելի սազում է Պուչինին, այսպես ասած, ավելի վոկալ տեսակետից, եւ դա ինձ համար իրադարձություն է, իրոք, լինել այնտեղ, որտեղ մայստրո Պուչինին ստեղծագործել է, որտեղ արդեն 30 տարի է, ամեն տարի անցկացվում է Պուչինի փառատոնը եւ երգում են միայն Պուչինի օպերաները եւ ես երգեցի Լա Բոհեմ օպերան Միմիի դերերքը եւ ներկա էր, ինչպես ասացիք, թորնուին միակ ժառանգը Պուչինի եւ հրավիրեց իր տուն թանգարանը իրոք շատ վառ հիշողություն է դա ինձ համար, իմ կարիերայի համար մեծ իրադարձություն էր։ Կարինե ջան, այդպիսի տեղեր որ գնում ես մեզ էլ հրավիրել, կարող են գալ նկարահանել։ Իհարկե, մեծ Չեմ ասում ծախսերը բոլորը դու քաշիր, բայց դա պատմական օրեր են, պատմական։ Եղավ, խոստանում եմ։ Իդեպ մի լրատվագիր Այո, ինտերվյու վերցնելուց ինձանից, որը որ լրագրող, կներեք, հա, լրագրող։ Ինքը առաջինը ինչ ասեց, սկսեց Հայաստանի մասին այնքան բան պատմել, որը ես ինքս չգիտեի, եւ ասաց Մարկո Պոլոյի մասին, որ Մարկո Պոլոն գրել է իր նամակագրությունների մեջ եւ գովել է Հայաստանը, գովաստել է հայ բնությունը, հայերին, եւ ես շատ իհարկե դա ինձ համար մեծ բան է։ Իհարկե շոյված էի։ Իդեպ ես պիտի ասեմ, որ տիրապետում ես 5 լեզուների եւ այդ իսկ պատճառով չեմ կասկածում, որ շփումները ցանկացած ազգի մարդկանցից քեզ համար դժվար չէ։ Ինչպես ես կարողացել այդ բարիերն է լեզվական ախտահարել։ Միակ դժվարությունը դա գերմաներեն լեզուն էր, իրոք։ Հայերենից, ռուսերենից հետո գերմաներենը սովորելը շատ բարդ էր։ Դա կարող եմ, բայց երբ որ հաղթահարեցի գերմաներենը, դրանից հետո արդեն իտալերենը բազան ես ունեի, քանի որ կոնսերվատորիայում մենք անցնում էինք իտալերենը եւ լավացրեցի իտալերենս Հռոմում ուսուցչուհուս հետ եւ այդպես անգլերենն էլ դպրոցում էի սովորել, անգլերենը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ երգելով Ճապոնիայում կամ Չինաստանում դու միակ լեզուն է, որ կարող ես օգտագործել, դա անգլերենն է։ Ինձ ուրախացնում է նաև այն փաստը, որ Շտուտգարտում դու աշխատում ես հատկապես մեր հայրենակիցների հետ ավելի շատ շփվել։ Իդեպ քեզանից բացի Շտուտգարտում հանրահայտ երգիչներ, երաժիշտներ կան։ Իհարկե, Վաչե Բագրատունին, Թավջութակահարը, որը որ իր ընտանիքով ապրում է Շտուտգարտում, որոնք իմ շատ սիրելի ընկերներն են։ Ես շատ կուզենայի նշել մեր հոգևոր առաջնորդին Շտուտգարտի Բադեն-Վյուրտեմբերգ այո, դիրատուր քահանային, որը որ մշակույթի համար շատ մեծ բաներ է անում, որը որ փաստորեն ստեղծեց, բացեց այդ հայկական մշակութային օրերը Շտուտգարտում, որը որ շատ սիրված են 2011 թվականից ամեն տարի այդ օրերը Շտուտգարտում անցնում են եւ շատ սիրված են։ Վերադարձի գաղափարը ցանկացած հայ մարդու մոտ շատ ուժեղ է։ Բոլորը ունեն այդ զգացողությունը։ 18 տարիների ընթացքում երբևից եղել է վերադառնալու ցանկություն, մշտական վերադարձում։ Գիտեք, շատ բանով կապված եմ Եվրոպայում, Գերմանիայում, փաստորեն ես քաղաքացի եմ Եվրոպայի, ունեմ տուն, ունեմ աշխատանք, աղջիկս հիմնավորվեց Վիեննայում, բայց վերադարձը իհարկե մեր արյան մեջ է։ Միգուցե մի օր իրոք բարկանամ եւ վերադառնամ։ Գիտե, շնորհակալություն, որ եկար։ Շատ ուրախ եի քեզ հետ զրուցելու մեր տաղավարում։ Անկեղծ ասած, վաղուց էի մտադիր քեզ հրավիրել մեր ծրագիր, որտեղ գիտեմ, թե որքան ես սիրում Հայաստանը։ Այո։ Որքան ես ուրախանում մեր հաջողություններով եւ որքան ես փորձում ամենուր ներկայանալ որպես իսկական հայ։ Այո։ Դա շատ կարեւոր է։ Մեր ծրագիրը ունի մի հարց ավանդական, որը բոլորին տալիս ենք եւ դու բացառություն չես։
Շեքսպիրի հանրահայտ լինել, թե չլինել, որն է կեպես ավելի ազնի, որն է Կարինե Բաբաջանյանի պատասխանի տարբերակը։ Ես փորձեմ պատասխանել միգուցե առաջին անգամ, ասեմ չլինել, բայց ինչու։ Չլինել չարին, չլինել նախանձին եւ չլինել պատերազմին ամենակարևորը։ Մնացած հարցերում լինել, ստացվեց շատ ինքնատիպ պատասխան։ Այո։ Բայց մնացած հարցերում լինել թե ոչ։ Լինել հայությանը, լինել բարին, լինել, ինչ ասեմ, լինել օպերային, թատրոնին։ Այո։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սիրելի բարեկամներ, դուք հասկացաք, որ իրոք հմայիչ եւ շատ համակրելի մի անձնավորություն էր մեր այսօրվա հյուրը, օպերային երգչուհի Կարինե Բաբաջանյանը, անձնավորություն, որի հետ հավատացեք միշտ էլ հետաքրքիր է թե զրուցելը եւ թե խոսել ամենատարբեր հարցերի մասին։ Կարինե, քեզ մաղթում եմ հաջողություն, շարունակիր այդ սկզբունքով ապրել Եվրոպայում, բայց հիշիր, որ կա վերադարձի գաղափարը եւ մենք միշտ բոլոր հայերին սպասում ենք այստեղ։ Շնորհակալ եմ, պարոն Ղուշյան։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, ցտեսություն։